Ես Արթուրի հետ երբևիցե խոսակցություն, ասենք, չեմ ունեցել։ Երեկոյան անվանականչի ժամանակ պարզվեց, որ Արթուրը տեղում չի։ Զինվորներից մեկը վազելով եկավ, սպաներին զեկուցեց, որ Արթուրին տեսել է կախված վիճակում։ Միակ ապացույց համարվող Անդրանիկ Կարապետյանի զրպարտչական ցուցմունքով թևերի երակներն ա կտրել, հետո մենք իբր տարել ենք իրան կախել ենք։ Ոնց կարամ ես մտնեմ վիզը ու թևերը կտրած մարդու թևերի տակից քաշ տալով տանեմ կախեմ ու ես մի գրամ արոն չլինեմ։ Քննիչը առաջարկել է, ոնց ասում են ցուցմունքու չես դատի կգնաս տուն։ Ես հրաժարվել եմ, իսկ Անդրանիկ Կարապետյան ինքը համաձայնվեց։ Իմիտացիա էր դատավարության։ Պետք է դատվեն, սո էս մարդը։ Հավատացեք, Արթուրին սպանելով մենակ իրեն չեն սպանել։ Սպանել են նաև ինձ։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել լուսահոգի Արթուր Մեսրոպյանի ընտանիքից, հարազատներից, որ 20 տարի անց եւս մեկ անգամ պետք է անդրադառնամ իրենց որդու դաժան սպանության մանրամասներին եւ իմ ցավակցություններս փոխանցել բոլոր հարազատներին։ 2003 թվականին զորակոչվել եմ Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ պաշտպանական զորամաս, որպես շարքային զինծառայող։ Ծառայության ընթացքում դրսևորել եմ պատշաճ վարք, դիրքերում եղել եմ օրինակելի զինվոր, որի համար խրախուսվել եմ արձակուրդով, գնացել եմ 10 օրյա արձակուրդի։ Կպատմես մի փոքր քո եւ Արթուրի փոխհարաբերությունների մասին։ Իմ եւ Արթուրի փոխհարաբերությունները եղել են բարի դրացական հարաբերություններ, ոնց որ ես նեցել ինքը Արթուրը նորմալ շնորհքով համեստ տղա է։ Ես վատ բան իրանի չեմ տեսել, մեր մեջ երբեք ոչ մի կոնֆլիկտ չի եղել ու հետևաբար նաև ես չեմ ունեցել պատճառ նրան որևէ մի վատ բան ասելու կամ անելու։ Մեր մեջ եղել են բախտակից ընկերների հարաբերություններ։ Մարտական դիրքեր մենք իրար հետ էինք բարձրանում, ինքը մեր վաշտից էր, բայց իր դիրքը ուրիշ էր, մեր դիրքը ուրիշ, դասակների տարբեր լինելու պատճառով։ Եթե ինչ-որ խոսակցություն չէր եղել Արթուրի հետ, կամ ինչ էր Արթուրը իր կյանքից Իմ ու Արթուրի մեջ երբևիցե նման խոսակցություն, вообще առհասարակ նմանատիպ խոսակցություն չենք ունեցել։ Շփվել ենք ազատ ժամանակ, երբ որ գնդում գումարտակում ազատ ենք եղել։ Շփումը ինչպեսի շփում է։ Մարդկային նորմալ հարաբերություններ, ոնց ես, ոնց չես տանեցին, դե բանակում զինվորի թեմաները հիմնականում հարազատներն են, հարազատներից ստացած լավ կամ վատ խաբարները, նամակները եւ այլն նմանատիպ ուրիշ ոչ մի թեմայի շուրջ ես Արթուրի հետ երբևիցե խոսակցություն, ասենք, չեմ ունեցել երբեք։ Օրը, ժամը, որ լսվեց, որ զորամասում զինվոր է կախվել կամ սպանվել։ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին երեկոյան անվանականչի ժամանակ, երբ որ բոլոր գունդը շարվում է, որ պետք է հաշվեն, պարզվեց, որ Արթուրը տեղում չի։ Ու սկսվեց Արթուրի որոնողական աշխատանքները։ Մենք մեր վաշտով, ամբողջ վաշտով, տարբեր ջոկերի բաժանված զորամասի բոլոր անկյունները ման ենք եկել։ 2 օր ման գալուց հետո անգամ զորամասից դուրս դեպի Հադրուտ գնացող ճանապարհի վրա, դեպի Մարտունի քաղաք գնացող ու Սարերի ամբողջ շրջակայքը զորամասի եւ զորամասից դուրս մեր վաշտով մոտ 70 զինծառայողով տարբեր ուղղություններով փնտրել ենք Արթուրին, Արթուրը չի ելել, զեկուցել ենք, որ չկա, ոչ միտեղ չեն գտնում, արդեն հետեւաբար զեկուցեցին ռազմական ոստիկանություն, որ փախուստ արձանագրեն ու զբաղվեն ռազմական ոստիկանության աշխատողները։ 2021 թվականի 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի իր փախուստից 2 օր հետո սեպտեմբերի 21-ին առավոտյան, երբ որ գնդի հրամանատարի կողմից կար հրահանգ, որպեսզի ամբողջ գունդը շարվի շահրապարակում, պետքա լինի ստուգայց, նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվա։ Մի խոսքով, հրամանատարի հրամանով բոլորը շարվեցինք, դե Արթուրը չկար։ Մենք մեր ամբողջ զինվորին ինչ հասնում է, ամբողջ էպիկիրովկով պատրաստվեցինք, որ դուրս գանք շահրապարակ, արդեն պատրաստ ենք, որ պետքա դուրս գանք, զինվորներից մեկը գումարտակի հետևի կողմից վազելով եկավ, սպաներին զեկուցեց, որ Արթուրին տեսել է կախված վիճակում։
Մեր գումարտակի հետևը գումարտակից մի 20 մետր հեռավորության վրա կար պարիսպ, պանելից պարիսպ, որի վրա կար մեծ անցք, որ ասենք զինվորները շատ ժամանակ ամառները խաղողի մրգի սեզոնին այդ անցքով դուրս էին գալիս, գնում էին միրգ էին բերում, երեկոյան ուտում էին։ Նաև սպաները, ովքեր որ ծառայողական մեքենայից ուշացել էին, երեկոյան այդ անցքով դուրս էին գալիս, գնում էին տուն, որովհետև կար ճանապարհ կար այդտեղից դեպի Մարտունի քաղաք։ Այսինքն այնտեղ որտեղից որ հայտնաբերել են լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դիակը կախված վիճակում չէր կարող 2 օր այդտեղ լինել ու 2 օրվա մեջ ոչ մեկը տեղով չանցներ ու չտեսներ։ Ամենակիչը 5 հոգի օրվա մեջ այդ անցքով գնում գալիս է։ Դուք ասացիք որ փնտրողների մեջ եք եղել։ Ես փնտրողների փնտրել ենք բոլոր բոլոր այդ տարածքում չի եղել։ Հեսա որ քրեական գործի մանրամասներին անդրադառնամ, ձեր համար ամեն ինչ པարզ կդառնա, թե ինչի եմ ես մտածում այդտեղ չի արվել հանցագործությունը, ուրիշ տեղ է արվել ու ոնց է որ մենք այդտեղ փնտրել ենք, այդտեղ չի եղել։ Մի խոսքով, մեզ արդեն որ հայտնվեց Արթուրի դիակը կախված վիճակում գտել են ռազմական ոստիկանություն եկավ ու մեր վաշտից մոտ 30 հոգի զինծառայող տեղափոխվեց ռազմական ոստիկանություն ու սկսվեց հարցաքննությունը մի շմեղմ ասեց հարցաքննություն, որովհետև ռազմական ոստիկանությունում առհասարակ այն ժամանակ հարցաքննությունը ավելի շատ ոչ թե բառերով էր, այլ ձեռքերով ու ոտքերով։ Մի խոսքով մեզանից պահանջում էին, որպեսզի մենք ասենք, թե մենք ինչ գիտենք Արթուրի մասին, թե ինչի հետևանքով Արթուրը կախված, ով արել, ով է մեղավոր, բնականաբար այդ շրջանակը, որովհետև ինքը Լուսահոգի Արթուրը ծառայել է մեր հետ նույն վաշտում։ Հետո հետագայում ուրիշ վաշտերից էլ մարդիկ տարվեցին ռազմական ոստիկանություն, ուղղակի առաջի խումբը բոլորը եղել են մեր վաշտի զինծառայողները եւ սպաներից մեկը։ Ռազմական ոստիկանությունում ենք ընդ մեզ ծեծելով տարբեր աստիճանի, տարբեր ձևերի հոգեբանական, ֆիզիկական ճնշումներով փորձում էին տեղեկություն իմանալ Արթուր Մեսրոպյանի հետ տեղի ունեցածի մասին։ Քննիչներին բազմիցս ցուցմունք եմ տվել, բոլոր հարցերին եմ պատասխանել, թե ես առհասարակ ինչ եմ արել մոտակա մի շաբաթվա ընթացքում։ Բոլոր իմ տված ցուցմունքներում նշած տեղը, ժամը, ամեն ինչը, ինչ որ ես իմ ցուցմունքի տալիս եմ, մեկ այլ անձի ցուցմունքով հաստատվում է, որ ես սուտ ոչինչ չեմ ասում։ որտեղ ես գտնվել, որտեղ եմ գտնվել, որ ժամին եմ գտնվել, անգամ ես իմ ցուցմունքների մեջ նշում եմ, որ իրենց էքսպերտի տված եզրակացության մեջ նշում է, որ Լուսահոգի Արթուր Մեսրոպյանի մահը վրա է հասել սեպտեմբերի 19-ին, այսինքն դիակը գտնելուց 2 օր առաջ ինձ հարցրել են դու որ ժամին որտեղ ես եղել, ես բոլոր ժամերը, բոլոր ամեն ինչը նշել եմ ու մեկ այլ անձի անգամ գնդի հրամանատարի ով այդ օրը եղել է գնդի պատասխանատուն դա անգամ իր ցուցմունքով ապացուցում է, որ ես իմ տված ցուցմունքները ամբողջական ճիշտ եմ տալիս, ոչ մի բան չեմ ստում։ 20 օր ռազմական ոստիկանությունում Լեռնային Ղարաբաղում պահելուց հետո մեզ տեղափոխեցին Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության մեկուսարան, նույն մեթոդներով։ Դու եք միայն։ Ոչ, ես չէի, մոտ մի 10 հոգի տեղափոխվեց։ 10 հոգի տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության մեկուսարան, այստեղ արդեն մեթոդաբանությունը քննության նույնն էր։ Ծեծը, ջարդը, խիստ սպանեցիք, արդեն ոչ թե ինչ գիտեք, այլ ինչի սպանեցիք։ Որ ես այստեղ մի հստակեցում անենք, Արթուրը կախվել էր, թե իրեն սպանը կախել էին, ինչ է։ Ըստ մեղադրական եզրակացության, ըստ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի, ով հանդիսացել է դատական վճիռ կայացնելու համար միակ մեղադրական ցուցմունքի, այսինքն ինքը ծառայել է մեր հետ նույն գումարտակում, բայց ոչ մեր վաշտում, իր հարազատ եղբայր Գրիգոր Կարապետյանն է մեր հետ նույն վաշտում ծառայել։ Այսինքն դատարանի համար հանդիսացող միակ ապացույց համարվող Անդրանիկ Կարապետյանի զրպարտչական ցուցմունքով նշվում է, որ Արթուրը ինքն է իրան վնասել սկզբից, թևերի երակներն է կտրել, հետո մենք իբր տարել ենք իրան կախել ենք։ Այսինքն ոչ, իմ հետ իբր եղել են էլի մարդիկ, ովքեր դատապարտվել են, բայց ազատվել են իրանք, հիմա 15 տարի իմ ընկերներս նստել են ում հետ առաջիացյանը մեզ դատապարտեց ազատազրկման, հետո վերաքննիչը իրաց տվեց 15 տարի, ինձ որպես կազմակերպիչ
Աբսուրդ ուղղակի բան թողեց նույնը ցմազատազրկում ու բողոքում են մինչ օրս։ Ռազմական ոստիկանությունում մեզ անընդհատ արդեն ասում էին խի եք սպանել ու ճնշումներ նորից ես չեմ սպանել, ինչ գիտես, անգամ ինձ Ավետիք Թումանյանին, ով դատապարտվեց եւս 15 տարվա ազատազրկման Արթուրի սպանության համար Իրան քննիչը առաջարկել է, ինձ էլ Իրան էլ։ Ոնց ասում եմ ցուցմունք դու չես դատվի կգնաս տուն։ Ես հրաժարվել եմ, Ավետիք Թումանյանը հրաժարվել է։ Իսկ Անդրանիկ Կարապետյանը, ում ցուցմունքը դարձավ դատարանի միակ ապացույցը, ինքը համաձայնվեց, որովհետև Անդրանիկ Կարապետյանի հարազատ եղբոր Գրիգոր Կարապետյանի զինվորական համազգեստի վրայից հայտնաբերվել էր արուն, որի կարգը համապատասխանում էր լուսահոգի Արթուր Մեսրոպյանի արյան կարգի հետ։ Ենթադրաբար Գրիգոր Կարապետյանի համազգեստի վրայից հայտնաբերված արունը տարել են եղբոր մոտ եզրակացությունը, որ Անդրանիկ Կարապետյան կամ դու ցուցմունք ես տալին ես ոնց որ ասում եմ, կամ դատվում է աղբերդ։ Ցույց են տվել, տեսել է, որ արուն կա աղբոր շորի վրա, արյան կարգն էլ համապատասխանում ու ցուցմունք է տվել նրանց, ոնց որ քննիչը թելադրել է։ Այդ նույն ցուցմունքը, որը որ Անդրանիկ Կարապետյանին գրել է քննիչի թելադրանքով, առաջարկվել է նաև ինձ ու Ավետիք Թումանյանին։ Իրանք 2019 թվականին են ազատվել Չոբանյան Սուրիկն ու Թումանյան Ավետիքը Սևան քրեակատարողական հիմնարկից, իրանք էլ մինչև վերջի օրը իրանց մեղավոր չեն ճանաչել, ինձ այդ հավասար բողոքել են, անընդհատ պահանջել են, որպեսզի մեր քրեական գործը գնա հետքննություն, բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք, որ քրեական գործը եթե մտա վերջնական ուժի մեջ, բողոքարկման ենթակա չէ, եթե չկա նոր Երևան եկած հանգամանք։ Անդրանիկ Կարապետյանը ըստ իր ցուցմունքի գալիս է որպես սպանության մասնակից։ Բառացի ասում է, որ ես գնացել եմ քարեմ բերել դրել ոտքերի տակ, որպեսզի կարողանան Արթուր Մեսրոպյանին դատել։ Այսինքն հասկանում ենք, որ Անդրանիկ Կարապետյանը սպանության մասնակից է։ Նաև ամենամեծ գործոնը լուսահոգի Արթուր Մեսրոպյանին կախելու համար հանդիսացել է Անդրանիկ Կարապետյանի քար բերելը։ Այսինքն ինքը ըստ իր ցուցմունքի ասում է ես գնացի քարերը բերեցի դրեցի ոտքերի տակ, որպեսզի կարողանան կախել։ Եթե ինքը չգնար բերեր, միգուցե մենք չկարենայինք այդ տոն կախենք։ Բայց ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը, որ միակ մարդն է, որ իրան ճանաչում է մեղավոր զինվորի սպանության մեջ, դատարանի դահլիճից արձակվում է ու ինքը գնում է նորից զինծառայության։ Բացատրեք ինձ հասկանամ։ Այս քրեական գործով դատապարտվել են 7 զինվոր ու բոլոր 7-ն էլ դատապարտվել են մենակ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքով ու միակ մարդը Անդրանիկ Կարապետյանն է, ով իրան մեղավոր է ճանաչվել ու դատարանի դահլիճից ազատ արձակվել։ Արթուր Մեսրոպյանի ծնողները պահանջում էին, եթե դու չես, ասա ով է։ Ես ասեցի զայզմանվել, միակ մարդը, ով իրան մեղավոր է ճանաչում ձեր որդու սպանության մեջ, հենց հիմա ձեր կողքը դատարանի դահլիճում նստած է։ Աբսուրդ էր ուղղակի Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը, որը որ հակասում է փորձագիտական եզրակացություններին, այսինքն եթե մենք հավատում ենք Անդրանիկ Կարապետյանի մեղադրական ցուցմունքին, ուրեմն քրեական գործի մեջ պետք է լինեին բազմաթիվ ապացույցներ, որովհետև ըստ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի հանցագործության բնույթն այնպիսին էր, որ չէր կարող քրեական գործում չլիներ գեթ 1 ապացույց։ Ընդամենը 1 ապացույց։ Իսկ մեր քրեական գործում ոչ մի ապացույց չկա։ Էքսպերտի եզրակացությունները հակասում են Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին։ Այսինքն իրական քարը բերել բացացել է մատնահետք եւ այլն, ոչ մի sense բան։ Ինձանից վերցրել են թվով 12 փորձանմուշ, էքսպերտի եզրակացությունը տալիս է, որ Քոչարյան Արթուրից վերցրած փորձանմուշները կատարված հանցագործության հետ ոչ մի առնչություն չունեն։ Այսինքն դատարանի համար հիմքը հանդիսացել ոչ թե էքսպերտի եզրակացությունը, այլ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը, ինչը որ պետք էր քննիչ Արմեն Հակոբյանին։ Արմեն Հակոբյանն էր քննիչը, որը որ նաև եղել է, երևի կհիշեք Մադաղիսի գործով 3 զինծառայողի ցմա դատեցին, հետո արդարացրեցին։ Այդ նույն գործով քննիչը եղել է մեր գործով նաև։ Այսինքն ու հետաքրքիր է նաև, որ Մադաղիսի քրեական գործը երբ նորից քննիչի թելադրանքով այդ 3 տղաներից մեկը ցուցմունք տվեց, որպեսզի հիմք հանդիսանա դատարանին վճիռ կայացնելու, 3-ին էլ դատեցին ցմահ ազատազրկման, նաև այդ 3-ից մեկը ցուցմունքի հեղինակն էր։
Երբ որ դատապարտվեց ՑՄ ազատազրկման, ինքը կալանքի ընթացքում հասկացավ, որ ճակատագրական սխալ է թույլ տվել վախենալով քննիչից ու կեղծ ցուցմունք տալով հրաժարվեց ցուցմունքից ու արդարացվեց։ Դրա համար մեր քրեական գործը արդեն քննելու ժամանակ։ Քննիչ Արմեն Հակոբյանը առաջարկում էր, որ ցուցմունք տուր նենց ոնց որ ասում են ու չես դատվի։ Դրա համար Արմեն Հակոբյանի ցուցմունքով թելադրված Անդրանիկ Կարապետյանի ձեռքով գրված ցուցմունքից հետո դատարանը մեզի դատապարտեց, իսկ Անդրանիկ Կարապետյանին, ով հանդիսանում էր քրեական գործով անցնող միակ մարդ, ով իրան մեղավոր է ճանաչել Արթուրի մահվան մեջ, իրան դատարանի դահլիճից ազատեցին, ինքը գնաց ծառայեց, վերջացրեց, եկավ հասավ իր ընտանիքին։ Ուղղակի աբսուրդ։ Իսկ բացատրություն տալիս էր Անդրանիկը, վստահ եմ, որ այդ հարցի իրեն ուղում էին, ինչու պետք է այս տղաները եւ դու կազմակերպեիք Արթուր Մեսրոպյանի սպանությունը։ Նայեք, Արթուրի անհետացումից մոտ մի շաբաթ առաջ Արթուր Մեսրոպյանը շարարապարակում թույլտվություն է խնդրում սպայից, որպեսզի դուրս գա շարքից, գնա տուալետ։ Սպան թույլ չի տալի, իսկ Արթուրը չի դիմանում, դրանից Արթուրը նեղվել էր։ Բոլորս հետը խոսել են, որ ասենք մի նեղվի, սպան անգամ ինքը այդ սպան ներողություն է խնդրել, որ չի իմացել, որ նման լուրջ պահա մտածելա, թե ուզում է պրոստը խուսափի ծառայությունից։ Ըստ Անդրանիկ Կարապետյանի, իբր մենք Արթուրին կանչել ենք, որպեսզի ռազմոր կանենք, թեխի առանց հարցնելու չհելար գնացիր։ Այն դեպքում, երբ որ մենք հենց այդ նույն օրը Արթուրի հետ որպես բախտակից ընկերներ զրուցել ենք, հոգեբանական աջակցություն ենք ցույց տվել, որ մի նեղվի, ամեն ինչ նորմալ է, ցանկացածից հետ կարա նման բան պատահի, սպան եթե թույլ չի տալի, նորմալ է։ Մի խոսքով ամեն ինչ արել ենք, որպեսզի Արթուրը չնեղվի այդ փաստից։ Սպանել իր կողմից ներողություն է խնդրել, որ այսինքն աբսուրդ է, որ մի կողմից մենք համ Արթուրին ոնց որ աջակցենք, որ ինքը չնեղվի, մյուս կողմից էլ մենք կանչենք Արթուրին, ասենք խիչս էլ գնացել, ասում է այդ խոսակցության ժամանակ իբր մեզանից մեկն ասել է խիչս էլ գնացել առանց օֆիցերին հարցնելու կամ օֆիցերը եթե թույլ չտվեց դու հելնեիր գնայիր, ասում է այդ պահին Արթուրը մեզանից վազեց մոտ 20 մետր հեռավորության վրա ու սկսեց ինքը իր երակները կտրել։ Ասում է մի 10 րոպե հետո մենք մոտիկացանք իրան, տեսանք Արթուրը գետնին ընկած է, երկու թևերից ու վզից ուժեղ արունահոսում էր, մոտ 10 րոպե։ Հետո ասում է Արթուր Քոչարյանը ասեց բերեք տանենք, թող կախենք, թող իմանան ինքնասպանությունը։ Այդ մի նախադասությունը, որ գրվել է իմ վրա, իբր ես տեսման եմ ասել, նա ինձ դարձել է գործով իբր կազմակերպիչ։ Այն մյուս ծառայողը իբր ասել է բերեք չէ թողենք, թող սենց մնա, այն մյուսն էլ ասել է չէ, որ սենց թողենք մնա, կարող է։ Հա, ու զերո ապացույց։ Այսինքն ոնց կարա գետնին ընկած մարդը, ոնց որ Անդրանիկ Կարապետյանն ասում, երկու թևերի ու վզի հատվածը կտրված վիճակում, իդեպ ըստ Անդրանիկ Կարապետյանի այդ կտրվածքները հասցրել է հենց ինքը իրեն, ոչ թե մեզանից մեկ, այլ հենց ինքը իրեն։ Իսկ փորձակնությունը ինչ է ցույց տալիս։ Տեղազնման ժամանակ, ես տեղազնման ժամանակ չեն հայտնաբերում ոչ մի կաթիլ արում։ Նայեք, հիմա անդրադառնամ էքսպերտի եզրակացությունների ու Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի աբսուրդ լինելուն։ Եթե հավատում ենք Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին, ըստ Անդրանիկ Կարապետյանի Արթուր Մեսրոպյանը լուսահոգի գետնին ընկած ուժեղ արունահոսել է մոտ 10 րոպե։ Իր ցուցմունքն է։ Տեղազնման ժամանակ, բացում ես տեղազնման ժամանակ փորձագետների եզրակացությունը, տեսնում ես ոչ մի արյան կաթիլ չկա այնտեղ, որտեղից որ հայտնաբերել են Արթուր Մեսրոպյանի դիակը։ Այսինքն ոնց կարա գետնին ընկած ուժեղ արունահոսող մարդը 10 րոպե արունահոսի ու արյուն չլինի։ Դատարանում ասում եմ լավ, հարգելի դատարան, եթե հաշվի չեք առնում այդ հանգամանքն ու հակասությունը էքսպերտի եզրակացության ու Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի, ես անցնեմ երկրորդ փուլին։ Ասում եմ, Անդրանիկ Կարապետյան, ես ունեի փաստաբան, բայց ես ինքս հավատացեք, ես ինձ դատարանում արդարացրել եմ, եթե դատարանում լիներ դատավոր։ Ո՞վ է փաստաբան։ Վալերի Արաքելյանը տարիքով մարդ էր, հիմա լուսահոգի մահացել է, չկա ինքը։ Ասում եմ լավ, եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, ըստ Անդրանիկ Կարապետյանի, ես ու Չոբանյա Սուրիկը իբր մտել ենք թևերի տակ, քաշ ենք տվել, տարել ենք, կախել ենք։
Եթե հավատում ենք Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին, ապա ինչպես է ստացվում, որ ինձանից վերցրած թվով 14 փորձանմուշներ, 12-ից 14 թիվը կոնկրետ չեմ հիշում, էլի հիմա բազմաթիվ փորձանմուշներ, որ ինձանից վերցրել են, էքսպերտը տալիս է, որ այս Քոչարյան Արտուրից վերցրած փորձանմուշները ոչ մի առնչություն չունեն։ Ոնց կարամ ես մտնեմ վիզը ու թևերը կտրած մարդու թևերի տակից իրան քաշ տամ, իբր քաշ տալով տանեմ, կախեմ ու ես մի գրամ արոն չլինեմ։ Դա աբսուրդ է, այն դեպքում, երբ ասենք, եթե հավատում ենք Անդրանիկ Կարապետյանին, Արթուրը ուժեղ արնահոսել է, որ մոտիկացել ենք մենք իրան վերցնելու, ասենք, պետք է մենք թաթախվեինք արյան մեջ։ Ու տեղանքը ըստ Անդրանիկ Կարապետյանի ու իրականում այդտեղ եղել է հող, դա վարելա հող է եղել ու չէր կարող Արունը չծծվեր այդ հողի մեջ կամ մենք կանգնեինք մեր կիսաճատկավոր զինվորական կոշիկների կարերի արանքը գոնե մնացած չլիներ Արուն։ Ինձանից վերցրել է բոլոր նմուշները ու մի հատիկ ապացույց չկա։ Ասում եմ լավ, էդ էլ դնենք մի կողմ։ Եթե ըստ Անդրանիկ Կարապետյանի մենք Արթուրին քաշ ենք տվել, տեղազնման ժամանակ տեղազննող փորձագիտական խումբը ակոսներ հայտնաբերվել է հողի վրա։ Չէ՞ որ եթե մենք մարդուն քաշում ենք, քաշ ենք տալի, բացինկեքի տեղը, կոշիկների տեղը պետքա մնա, չէ՞ հողի վրա։ Հայտնաբերվել է, չի հայտնաբերվել։ Լավ, Արթուրի վրայից արգրաված բացինկեքը, որը որ հակն է եղել, քերծվածքներ եղել է վրան, չի եղել, բայց ինչի հիմա վրա եք հավատում Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին, ոնց կարար այդ բնույթի կատարված հանցագործության մեջ մի հատ ապացույց չլներ, բացատրեք, ես անհասկացող, բոլորը հասկացող, թող ինձ բացատրեն, ես հասկանամ, ոնց կարար մի հատ ապացույց չլիներ Անդրանիկ Կարապետյանի կեղծ ցուցմունքից բացի, իսկ դատարանը հաշվի առավ ոչ թե էքսպերտի եզրակացությունները, ասաց էքսպերտը չգիտի ինչ է ասում, ամեն ինչ Անդրանիկ Կարապետյանի ասածով է, այսինքն ընդամենը իմիտացիա էր դատավարության, պետք է դատվեն, всё այս մարդիկ, ու մենք այդպես դատվել ենք առանց ապացույցների, 6 զինծառայող +1, 6+1, ինչ եմ ասում 6+1, որովհետև 7-րդ Անդրանիկ Կարապետյանն էր, ով ըստ իր ցուցմունքի միակ մեղավորն էր քրեական գործով, բայց ինքը չդատապարտվեց։ Վերաքննություն կա, չէ՞ գրված, որ ինքը ասում է քարե դրել էին, որ իր տված մեղադրական ցուցմունքում հստակ կա, որ ես գնացի մի հատ քար բերեցի, փոքր էր, հետո գնացի մի քիչ մեծը բերեցի։ Արթուր հարցազրույցի ամենասկզբում դու ասացիր, որ իր եղբոր վրա եղել արյան հետ, չէ՞, եղբոր շորի վրա եղել։ Ես ուզում եմ, որ դուք ասեք, դուք ինչ եք մտածում, ինչ է եղել իրականում, որ ձեր վրա ջարդվեց։ Իրականում ինչ է եղել Արյունը։ Հա, ձեզ ինչ է եղել իրականում, իր եղբոր վրա է, չէ՞, անգտել։ Արյունը ես ասեմ, Գրիգոր Կարապետյանի վրա ես այսօրվա պես հիշում եմ, կար բորբոքված շիբան, որի հետևանքով որ բաներ էր, սեղմել էր մեջից դուրս էր եկի Արունը, դա էր, ընդամենը դա։ Իսկ 19 տարեկան զինվորը չտրամաբանելով, չիմանալով, չհասկանալով էքսպերտի կամ արյան բաղադրությունը ամեն ինչը, ընդամենը խորամանկություն անելով Անդրանիկ Կարապետյանին ցույց են տվել էքսպերտի եզրակացությունը, որ Գրիգոր Կարապետյանի վրայից հայտնաբերված համազգեստի վրայի Արյունը համապատասխանում է Արթուր Մեսրոպյանի մահացողի արյան կարգի հետ, այդքան տեղը կարդացել է, արդեն աշկերի դեմը սևացել է ու ամեն ինչ արել է, որ իր աղբերը չդատվի, բայց իր աղբերը չէր կարող դատվել, որովհետև այդ արյան կարգը համապատասխանել է, դեռ չի նշանակում, որ այդ ես երևի ինքը արդեն վախենում է, որ եթե ինքը բարձրաձայնի, իրան կդատապարտեն։ Բայց եթե չգիտի, ասեն իմանա, վաղեմության ժամկետով իրան կարող են չդատել, իրան չեն էլ դատի։ Չգիտեմ, չեմ կարող կոնկրետ ասեմ, իմ տրամաբանությունն ասեմ, որ երևի վախենում է ու վախենում են մարդկանցից։ Բայց եղբայրը, որ կապ չեր ունեցել ընդամենը այս պատմության մեջ։ Այդ ժամանակ ինքը փրկելու համար, բայց այդ աղբերն է խիղճ չունի Արթուր։ Միգուցե չունի։ Ես չեմ կարող որակավորում տամ իրանց խղճի հետ կապված, բայց որ այդ ժամանակ երբ որ մենք ռազմական ոստիկանությունում էինք, ռազմական ոստիկանությունում իրանք իրար հետ ոչ մի կապ չեն ունեցել, քանի որ տարբեր խցերում են եղել։ Հետո դե Անդրանիկ Կարապետյանը ամեն ինչից տեղյակ է, Անդրանիկ Կարապետյանը լավ գիտի, որ ինքը մեր վրա ցուցմունք է տվել քննիչի հրամանով ու միգուցե հիմա քննիչից վախենալով կամ
քննիչի մեջքի հետևում չգիտեմ ովքեր կանգնած մարդկանցից վախենալով չի գնում այդ քայլին, բայց հավատացեք, եթե մեր քրեական գործը իրականում ուսումնասիրվեր բանիմաց քննիչների կամ սրտացավ մարդկանց կողմից, Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը չէր կարող հանդիսանալ հիմք, որովհետև տեղազնման ժամանակ ոչինչ չի հայտնաբերել, որը որ կապացուցի Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի ճիշտ լինելը։ Միակ բանը, որ ճիշտ է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի մեջ, դա այն է, որ Արթուր Մեսրոպյանին գտել են կախված վիճակում։ Հետ էլ փաստ է, բոլորն են տեսել արդեն, որ Արթուր Մեսրոպյանը կախված է այսինչ տեղ է։ Այսինքն իր ցուցմունքի մեջ այդ մի նախադասությունն է ճիշտ, որ կախվել է այդ մարդը, դերակատարներն են ուրիշ եղել։ Եթե իրոք մենք լինեինք, չէր կարող մեր վրայից չհայտնաբերվել Արուն, չէր կարող տարածքում չհայտնաբերվել Արուն։ Այսինքն իսկ այդ իր եղբոր շորի վրա այդ Արունը համընկել էր Արթուր Մեսրոպյանը։ Այո, էքսպերտը տվել էր։ Հետաքրքիրն է, որ դատաքննությունների ժամանակ արդեն Գրիգոր Կարապետյանի այդ համազգեստն ընդհանրապես անհատացավ։ Չկար։ Միջնորդություն արեցինք դատարանում, որպեսզի դատարանը մեզ ներկայացնի Գրիգոր Կարապետյանի վրայից հայտնաբերված արյունոտ համազգեստը մերժվեց, քանի որ ինքը չկար։ Բազմաթիվ միջնորդություններ դատաքննության ժամանակ անհիմն մերժվեցին, հասկանում եք, ասենք, եթե միջնորդությունը մերժում են, պետք է հիմնավոր պատճառ ունենան։ Ես հարց եմ ուղղում Անդրանիկ Կարապետյանին դատաքննության ժամանակ։ Դատախազը կողքից միջամտում է, ասում է, հարգելի դատարան, առարկում եմ, ասում է, ինչու, ասում է, որովհետև Անդրանիկ Կարապետյանը 18 տարեկանից տառապում է ստամոքսի խոց հիվանդությամբ եւ իրան չթույլ է տրվում շատ խոսել։ Այսինքն, ասում եմ, ուրեմն դատարան հրավիրեք Հայաստանի Հանրապետության վայենկոմին, գլխավոր վայենկոմին, ով էս մարդուն 18 տարեկան վիճակում ստամոքսի խոցով տառապել է, տարել է Լեռնային Ղարաբաղ պոստպայելով։ Դուք հիմա ասում եմ, ձեր ցանկացած առարկություն, ամեն ինչ անում եք, որպեսզի ես չկարողանամ Անդրանիկ Կարապետյանին հարցնամ։ Նայեք, մինչև այս Արթուր Մեսրոպյանի դիակի գտնելը գումարտակում Անդրանիկ Կարապետյանը ինչ-որ ցուցմունք է տալիս, ինչ-որ էպիզոդիկ ցուցմունքներ, եղբայրը լրիվ ուրիշ բան ասում, Անդրանիկ Կարապետյանը լրիվ ուրիշ բան ասում։ Դատարանում ես որպես իմ խոսքերի ճշմարտացիություն ու Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի կեղծ լինելու ապացույց երկու աղբոր ցուցմունքները վերցնում եմ, ասում եմ Անդրանիկ Կարապետյան, դե Գրիգոր Կարապետյանը դատարան ընդհանրապես չի մտել։ Անդրանիկ Կարապետյան, ասում եմ, դու այս էպիզոդիկ իրավիճակում, որովհետև ինքը քրեական գործով չի անցել, ընդհանրապես նշանակություն չունի, այդ արյունը անհետացել է, вообще այդ շորը անհետացել է քրեական գործի մեջից, ոչինչ չկա, ոչինչ, բացարձակ։ Ասում եմ, միակ մարդ էս քրեական գործով, որ դատապարտվել է եղել Անդրանիկ, իրան մեղավոր է ճանաչել, դա եղել է Անդրանիկ Կարապետյանը։ Ու ինքը դատարանի դահլիճից ազատվել է, մենք բոլորս, որ մեր վրա ոչ մի ապացույց չկա, ոչ մի հանգամանք չկա մեր մեղավոր լինելուն, դատապարտվել ենք տարբեր չափի պատժատեսակներով։ Ես ծմա, Չոբանյան Սուրիկն ու Թումանյան Ավետիկը սկզբնական շրջանում ծմա են, հետո իրանց տվեցին 15, մնացած տղաները 7 տարի, 6 տարի, սենց։ Այսինքն այն մարդիկ ում վրա որ չկար ապացույց դատվեցին, իսկ այն մարդ ում փաստ ինքը իրան մեղավոր է ճանաչում սպանության մեջ, դատարանի դահլիճից գնում է տուն։ Արդյոք ինչի քո մասով տենց խիստ տարվեցին, այսինքն այդ մի արտահայտությունը, որ Արթուրն ասել է։ Հա, ըստ Անդրանիկ Կարապետյանի իբր կախելու առաջարկը եղել է իմը ու այդ մի նախադասությունը քրեական գործով ինձ դարձրեց կազմակերպիչ։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը ինձ որպես կազմակերպիչ թողեց նույնը ցմազատազրկում, հետից տղաներին Թումանյան Ավետիկին ու Չոբանյան Սուրիկին փոխարինվեց 15 տարի իրեն Տղաներին հիշում ես արդեն։ Անուններով չեմ հիշում, բայց դեմքով ինձ թվում է կհիշեմ։ Ես անցած թե նախանցած տարի էր մեկին հեռուստացույցով տեսել եմ, վեղավոր մարդ էր։ 12 հատորանոց քրեական գործ է, որում որ դատապարտվում են 6 զինծառայող պլյուս Անդրանիկ Կարապետյանը ընդամենը 7 դատ է եղել 7 դատավարություն Հայաստանում ա եղել դատավարություն Հայաստանի Հանրապետությունում Վայոց ձորի ես մի հատ հետաքրքիր բան ասեմ Վայոց ձորի մարզի առաջի այցանի մեկ դատավարությունը սկսելուց դատական նիստերը սկսելուց առաջ Վայոց ձորի մարզի առաջի այցանի դատարանի նախագահը նշանակվում ուղղակի անունը չեմ հիշում մեր դատավորը
նշանակվում է Վայոց ձորի մարզի առաջայցանի դատարան, մեր դատաքննությունը 7 դատ տևում է, մեզ ինքը դատապարտում է ցմահազատազրկման, մեզ դատապարտելուց հետո ինքը հեռացվում է համակարգից։ Այն նույն սպան, ով որ Արթուր Մեսրոպյանին չէր թողել գնար տուալետ, Արթուր Մեսրոպյանի սպանության օրը ըստ էքսպերտի եզրակացության հենց այդ նույն սպան ա եղել գումարտակի հերթապան։ Իր վրա քրեական գործ հարուցվեց ծառայողական պարտականությունները թերի կատարելու հոդվածով, որի ժամանակ կատարվել է ծանրագույն հանցագործություն։ Այդ հոդվածը իրան բերեցին ռազմական ոստիկանություն, լեյտենանտից դարձրեցին ավագ լեյտենանտ, դատաքննությունը ավարտվեց, վճիռ կայացվեց այդ սպայի մասով։ Ավագի կոչումից զրկեցին, նորից լեյտենանտով հետ ուղարկեցին ծառայության։ Այսինքն ոնց կարելի է մարդուն իր ծառայողական պարտականությունները թերի կատարելու համար դատապարտել, բայց միաժամանակ իրան կոչումը բարձրացնել, դատաքննության վերջում նորից իջացնել տված կոչումը, նորից հետ ուղարկել ծառայության։ Սկզբից ինքը տալիս էր, որ նենց ցուցմունք, ոնց որ ես էի տալի, ասում էր, հա, Քոչարյան Արթուր այսինչ ժամի տեսել է, եկել է, ապարկել է, քննել է։ Հետո արդեն, երբ որ Անդրանիկ Կարապետյանը իր ցուցմունքը փոխեց, սկսեց մեղադրական ցուցմունք տալ, այդ սպան եւս փոխեց։ Ընդհանրապես ասեց, հա, իրանք եկել են, պարկել են, բայց իրանք կարային հելնեին գնային պարոն դատավոր։ Այսինքն մենք, որ ինքը չասեր, դա նշանակում էր, որ սպան եւս ապացուցում է, որ մենք այսին ժամին եկել ենք, պարկել քնել ենք։ Պարկել քնել ենք, բայց հետո յանի կարային։ Հա, հետո արդեն ավելացրեց, ավելի Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը ճոխացնելու համար, դատավորի մոտ մեր մասին կարծիք փոխելու համար ավելացրեց այդ հետևյալը։ Զրույցի ամենասկզբում ասացիք, որ հենց առաջին պահին, երբ որ զինվորը չկար, հրահանգ տրվեց, որ փնտրեք զինվորին։ Այդ տարածքներում, որտեղ որ հետագայում գտան Արթուրին Մեսրոպյան, այդ տարածքն էլ նայվել, այնտեղ չի եղել։ Հետո արդեն երկրորդ օրը 21-ին գտանք այդ հատվածում կախված։ Արթուր, դուք նաև մի արտահայտություն հնչեցրեցիք, որ իրան հետո էին բերել այդտեղ կախել։ 20 տարիների ընթացքում ես հասկացել եմ մի բան։ Իմ քրեական գործս, բոլորի ցուցմունքները բազմաթիվ անգամ, էքսպերտի եզրակացությունը, դիակի արտաքին զննման էքսպերտ, ով առաջին անգամ արտաքին զննում է կատարել, եզրակացության մեջ հստակ գրում է, որ տուժածի ատամները լեզուն դուրս եկած է, ատամները սեղմված եւ շուրթերի ու լեզվի վրա առկա է հողի գոյացություն։ Դա արդեն ինքնին ամբողջ նկարագրությունն է այս քրեական գործի, որ լուսահոգի Արթուր Մեսրոպյանը չի սպանվել այնտեղ, որտեղից որ գտել են իրան։ Դրա համար տեղազնման ժամանակ չի հայտնաբերվել ոչ մի արում, ոչ մի հետք, ոչ մի ապացույց։ Հենց դրա համար։ Ոնց կարող էր Ես այտենց եմ կարծում, էքսպերտի բազմաթիվ եզրակացությունները համադրելով Ինչու չգիտեք, չեք փորձել այս տարին ընթացքում այդ տղայի հետ տենց վարվել։ Ես չեմ կարող ասել, ես դա փորձել եմ բազմիցս, բայց դա այդ հարցի պատասխանը ես չեմ գտել։ Դա Աստված մի օր գտնեմ, որովհետև հավատացեք, Արթուրին սպանելով մենակ իրեն չեն սպանել, սպանել են նաև ինձ, որովհետև մեղադրվել եմ ես Արթուրի սպանության համար ու հոգեպես սպանվել դատավճռից հետո, երբ ամեն վայրկյանը մտածում էի, որ դատարանը արդարացի վճիռ կկայացնի ու ես կազատվեմ, մինչև վերջի վայրկյանը։ Դեք մարդ երբ իր կյանքում երկու դեպք է լինում, որ ինքը ոչինչ չի զգում, բացարձակ։ Մեկ այն ժամանակ, երբ որ ինքը ֆիզիկապես կենդանի չի լինում, մեկ այն ժամանակ, երբ որ իրան դատապարտում են իր չկատարած հանցանքի համար ցմահազատազրկմանը։ Այդ ժամանակ մեկ էլ մարդ իրան զգում է, որ ոչինչ չի զգում։ Այն ժամանակ, երբ որ մարդի չկատարածի համար դատապարտվում է ցմահազատազրկմանը։ Անդրանիկին ինչ կասեք Արթուր։ Վերջապես մի քիչ ուժ ունեցի խոստովանելու։
իրականությունը։ Այն ինչը որ 20 տարի առաջ ինքը ցուցմունք է տվել, դա իրականությունը չի։ Դա քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքն է։ Ուրիշ ոչինչ։ Եթե իրականությունը դա լիներ, քրեական գործում բազմաթիվ ապացույցներ կլիներ, բազմաթիվ։ Իսկ մեր քրեական գործում միակ ապացույցը Անդրանիկ Կարապետյանի հակասական ցուցմունքն է, որը որ հակասում է էքսպերտի բազմաթիվ եզրակացություններին։ 20 տարի է ինքը լռում է ու խիղճը չի արմացել։ Ես չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Երևի միակ բանը որ կասեմ դա ինքնազրույցն է։ Թող իր մեջ գտնի Աստծուն, ինքն իր հետ խոսի մի քիչ։ Միակ երևի բարի խորհուրդս դա կլինի, որ կօգնի իրան, որ ինքը վերջապես 20 տարի անց խոստովանի, որ այդ ցուցմունքը գրվել է քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքով։ Մենք ունենք մի իրավիճակ հիմա, որ անտարբերության է մատնված։ Բոլոր իրավաբանական կրթություն ունեցող մարդիկ, ում հետ որ ես առնչություն եմ ունեցել, շփվել եմ, պատմել եմ, շատերը հավատացել են, շատերը աբսուրդ են համարել, թե ոնց են կարողացել ինձ դատապարտել, բայց հետո ամենավերջում բոլորը ցուցաբերել են անտարբերություն, 21-րդ դարի հիվանդություն համարվող անտարբերությունը մարդկության։ Վերջ, չունես փող, չես կարող վճարել, հետևաբար ես քո գործը չեմ կարող ուսումնասիրեմ։ Շատերն եղել են 20 տարի առաջ, որ ասել են, հա մենք այս գործից տեղյակ ենք, բայց մենք այս գործում ոչինչ չենք կարող անել։ Որովհետև մտածել են բանակային գործ է, ուրեմն այս բանակի գործում, բանակի հետևում կանգնած մարդիկ են այս քրեական գործի հետևում, հետևաբար չեն կարող իրանք ոչինչ անել։ Իսկ այդ փողերը աստղաբաշխական փողերի մասին է։ Դե օրինակ այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենացածր գումարը փաստաբանին մենակ քրեական գործը ուղղակի ուսումնասիրելու համար 300-ից 600,000 դրամ փող է պետք, իսկ դա իմ հաշմանդամ հորս մի ցելի տարվա թոշակի գումարն է։ Այսինքն ես մարդ ով ինձ իմ չկատարած հանցանքի համար դատապարտեցին, վճիռի կայացման օրը ինսուլտ ստացավ ու դարձավ այդ օրվանից հաշմանդամ, ես իրա թոշակը մի տարվա վերցնեմ, չթողեմ ինքը դեղ առնի, քրեական գործը հանձնեմ փաստաբանին, մի շաբաթ հետո գա ասի գիտես ինչ կներես ոչինչ չեմ կարող անել, այսինքն փողը տամ 99%-անոց մերժում ստանամ։ Դա աբսուրդ եմ համարում ու տարբերակ չեմ համարում։ Այսօր չգիտեմ, անտարբերությունից է, որ շատ խնդիրներ ունենք Հայաստանի Հանրապետությունում ու դրա հետևանքով էլ այսօր ես տեղ եմ։ Ոչ մեկին չի հետաքրքրում, հա, կհավատան, կցավան, կափսոսան, բայց դա ներողություն եմ խնդրում, բայց դա ոչինչ է։ Եթե դու փաստաբան ես կամ բժիշկ ես, քեզ մոտ բերել են մահամերձ հիվանդ ու դու կարող ես իրան բուժել, դու սպասում ես փողին, ուրեմն դու մասնագետ չես։ Ու ցանկացած ոլորտում, փաստաբանական, բժշկական, բոլոր ոլորտներում են այդպես, ու դա գալիս է մեր երեխաներին դաստիարակելուց, մեր ընտանեկան արժեքներից։ Եթե մենք ընտանիքում երեխային դաստիարակում ենք, որ ինքը ընտրի մասնագիտություն ոչ թե մասնագիտական բարոյական տեսանկյունից, այլ ընտրի եկամտի շահավետությունից, մենք վաղում ունենալու ենք նորից նույն անտարբերությունը, նույն մասնագետները, ովքեր առանց փողի ոչինչ չեն անում։ Նորմալ է։